Վերջին տարիներին լրատվամիջոցները պատիժներ են կրել ֆինանսական տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հարուցված վարույթներն ավելացել են։ Հանձնաժողովի նախագահը թվեր է հրապարակել։ Միայն նախորդ տարի 84 վարչական վարույթ է նախաձեռնվել։ 2011-ից մինչև 2018 այդ թիվը 15 է եղել։ 2019-ից մինչև 2025-ը մոտ 400։ Մեծ մասը այդ վարչական վարույթների բովանդակային բնույթ են կրել։ Օրինակ համար հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է։ Վարույթների մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի ալկոհոլային խմիչքների առանց լիցենզիայի դեղամիջոցների գովազդին։ Ասուլիսի ժամանակ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջարկել են հանրօգուտ բովանդակություն պատրաստելու համար հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պետությունից գումար ստանան։ Հանրօգուտ բովանդակությունը ինքը մեծ լսարան չունի։ Լսարան ունեն ցածրորակ սերիալները, շոուները, այսինքն քաղաքական բանավեճերը միգուցե, բայց այն մշակութային կամ կրթական հաղորդումները, որոնք շատ կարևոր են մեզ բոլորիս, մեր հասարակության տարբեր շերտերի համար, նրանք մեծ առաջինը լսարան չունեն, երկրորդը շատ գումարներ են պահանջում, եւ ուրեմն բիզնես կառույցներին, ինչպիսին են հեռուստաընկերությունները, շահավետ չի նամանավանդ պայմաններում եւ գովազդային գումարները շատ են իջնում, այդպիսի բովանդակություն ստեղծել եւ տարածել։ Նախորդ տարի օրենսդրորեն սահմանվեց հանրօգուտ ֆոնդի ստեղծումը։ Կառավարությունը հիմնադրամին հատկացրել է 250 միլիոն դրամ, որը պետք է բաժանվի մոտ 10 հանրապետական եւ մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռարձակողների, նաեւ 8 մարզային հեռուստաընկերությունների միջև։ Սա պիլոտային ծրագիր է։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ նաեւ ես եմ, որտեղ կան բավականին ճանաչելի մարդիկ եւ պետական ապարատից եւ հանրային կազմակերպություններից, նրանք կփորձեն այնպես բաշխել այդ գումարները, որպեսզի դրան շնորհիվ ստեղծվեն օրինակ մանկական հաղորդումներին, որոնք քանակը կատաստրոֆիկ քիչ է Հայաստանում, կամ գնեն ուսուցողական մուլտեր մանկական հաղորդումներով սահմանափակվեմ, որոնք շատ թանկ են դրսում, շատ դժվար է բերելը եւ ավելի դժվար է դրանք թարգմանելը։ Հակոբյանը հայտնեց, որ մրցույթն արդեն հայտարարված է եւ հեռուստաընկերությունները ներկայացնում են առաջարկներ։ Ծրագրի հաջող իրականացման դեպքում հնարավոր կլինի ներգրավել ֆինանսավորում նաեւ միջազգային կազմակերպություններից եւ մասնավորից։ Եվ եթե դա ստացվի, մենք մտադիր ենք դա տարածել նաեւ սլոտ ստացած FM տիրույթում ռադիոընկերությունների համար, որոնք եւս կարևոր հանրային դեր են կատարում։ Խոսելով համացանցում առկա բովանդակության մասին, հանձնաժողովի նախագահը նշեց, այն չի կարգավորվում։ Երբ որ մենք արդեն մի քանի տարի ասում ենք, որ համացանցը պետք է կարգավորվի, շատ շատերը եւ հասարակական կազմակերպությունները եւ պատգամավորական կորպուսի մի մասը պնդում էին, որ համացանցը կարգավորման ենթակա չպետք է լինի, ինչը գրված է նաեւ տեսլասխական մեդիայի մասին մեր օրենքում եւ վիճակը փոխվեց միայն նախորդ տարի, երբ որ ամբողջ աշխարհը նորից եմ կրկնում, ոչ թե ավտորիտար կամ բանպետությունները կոշտ քաղաքական մոդելով, այլ նաեւ Եվրոպան սկսեց շատ կոշտ սկսեց կարգավորել համացանցը։ Հակոբյանի կարծիքով համացանցային չկարգավորված բովանդակության շահառուն ատելություն ապատեղեկություն տարածող մարդն է։ Սա մեծագույն խնդիր է եւ արդեն ամբողջ աշխարհում կամաց օրենսդրություն է ընդունվում, որը գոնե փորձում է խաբեությունը, ապատեղեկատվությունը, նույն deepfake-ը կամ քաղաքական շահարկումները, բռնության կոչերը, ինչ որ ձև սահմանափակել համացանցում։ Հանձնաժողովն իր տեսլականն ու գաղափարները ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Մոտ ապագայում կսկսեն աշխատել օրենքի նախագծի վրա, որը փորձելու է կարգավորել նաև համացանցի տեսալսողական բովանդակությունը։ Անդրադարձ եղավ նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին։ Փոփոխությունների նպատակն է կարգավորել օտարերկրյա հեռուստածրագրերի սփռումը ցանցային օպերատորների փաթեթներում, խստացնել պատասխանատվությունը ապատեղեկության ատելության խոսքի համար։ Իսկ ինչ մեխանիզմով է որոշվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը միջամտություն է, թե կարծիք։ Սա ամենադժվարն է եւ դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չի հանվի, մենք բոլորով պետք է մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարեդարձում հետո չպարունակի եւ չտա մեզ
այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին։ Ինչպես է որոշվելու սահմանադրական կարգը տապալելու կոչ հնչել է, թե ոչ, եթե այդ հարցը քրեական օրենսգրքով է կարգավորվում։ Արդյոք հետագայում սահմանադրականության հարց չի առաջանա։ Հարցին Հակոբյանը այսպես պատասխանեց. Սահմանադրական կարգը տապալելու խնդիրը ինքը այո քրեականացված է։ Բայց մեր մոտ հիմա ինչ կա, մենք նույնիսկ եթե քրեական գործ հարուցվի, չէ՞ պիտի քրեական գործ հարուցվի, դատական ատյաններով պիտի անցնի, ճիշտ է, չէ՞, եւ նոր որոշումը ընդունվի։ Ինչքան է դա տևում։ Լավագույն դեպքում տարի։ Այսինքն մենք մի տարի թույլ ենք տալի պայմանական ինչ որ, չգիտեմ ինչ նյուս, Korea News հեռուստածրագին, որը մեր ցանցային օպերատորների մեջ է, մենք թույլ ենք տալի 1 տարի, ինքը ինչ ուզենա Հայաստանի մասին ասի։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը այն լիազոր մարմիններից է, որը կարող է շատ արագ որոշում ընդունել։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։